Ողջույն բոլորին, քանի որ երկուշաբթի օրը սկսվում է մեծ պահքը եւ դա առիթ է մտածելու մեր անցած ճանապարհի եւ մասնավորապես մեր մեղքերի մասին, առաջարկում եմ, որ այսօրվա մեր անդրադարձը լինի Մոցարտի կանտատը, որի վերնագիրն է Davide Penitente, այսինքն ապաշխարող Դավիթը։ Խոսքն իհարկե Աստվածաշնչյան Դավիթ արքայի մասին է։ Ստեղծագործության գրական հիմքն է հանդիսացել 51-րդ, իսկ հայկական համարակալմամբ 50-րդ Սաղմոսը, ինչպես նաև 5 կտակարանի մի շարք այլ տեքստերը։ Ինչու է ապաշխարում Դավիթը։ Իհարկե շատ բաների համար, ինչպես եւ մենք բոլորս, նա ապաշխարելու բազմաթիվ առիթներ ունի, միայն կատարյալ հիմարն է կարծում, որ նա նման առիթներ չունի։ Մասնավորապես Դավիթն իրեն անցյալում չափազանց վատ էր դրսևորել, այսպես ասած, անձնական կյանքում։ Հարաբերությունների մեջ էր մտել իր զինվորներից մեկի կնոջ հետ, Բերսաբեի հետ, որը նրանից հղիացել էր, իսկ զինվորին Ուրիա քեթացուն նա ուղարկել էր պատերազմի եւ այդ պատերազմում Ուրիան մահացել էր։ Ի վերջո, երբ Նաթան մարգարեն նրան հանդիմանել է, կշտամբել է Դավթին, արքան զղջացել է եւ ամուսնացել է Բերսաբեի հետ, նրանք ունեցել են որդի, որը ապագա Սողոմոն արքան էր։ Ապաշխարող Դավիթը կանտատը մեղքերի ապաշխարության մասին է, որը կապված է այս աստվածաշնչյան շատ հայտնի սյուժեներից մեկի հետ։ Տեքստի հեղինակը ամենայն հավանականությամբ իտալացի իրավաբան, աստվածաշունչ ուսումնասիրող Մոցարտի ժամանակակից, նաև գիտնական էր եւ բանաստեղծ Սավերիո Մատեին է։ Մատեին գրել է ոչ թե վերցրել է եւ թարգմանել է պարզապես դասական լատինական տեքստը, այլ ավելի շուտ դա իմպրովիզացիա է, ֆանտազիա է այդ թեմաներով իտալերեն։ Առաջ այդ տեքստը վերագրում էին Լորենցո դա Պոնտեին, Մոցարտի ընկերոջը եւ նրա օպերաներից շատերի լիբրետո, մի քանի օպերայի լիբրետոյի հեղինակին, բայց հիմա մասնագետներն ավելի հակված են, որ դա Մատեին է, թե ինչպես են հանդիպել Վիեննայում ապրող երաժիշտը եւ Նեապոլում ապրող բանաստեղծը, հայտնի չէ։ Բայց ավելի էական է, որ այս կանտատում չկան հերոսներ, չկան այն գործողությունները, որոնց մասին ես քիչ առաջ պատմեցի։ Մենք չենք կարող ասել, որ այդ կանտատի մեներքիչները սոպրանոն, ալտը, նոր ժամանակներում սովորաբար մեծոսոպրանոն է, ալտի պարտիան կատարում, սոպրանոն, ալտը եւ տենորը հենց կոնկրետ այս կամ այն հերոսներն են։ Սյուժեն, ինչպես ասում են, կադրից դուրս է, նկատի է առնվում եւ պետք է ընդհանրել, որ ծանոթ էր 18-րդ դարի երկրորդ կեսի ունկնդիրներին, վիենացիներին։ Բայց Մոցարտը եւ Մատեն կենտրոնացել են ավելի շատ հոգեբանական դրամայի վրա, երամիասնության վրա, խոստովանություն, զղջում, Աստծո փառաբանում։ Մեղքի հետ կապված հուզական ապրումները, այդ թեման շատ էր հուզում, շատ էր հետաքրում Մոցարտին իր հասուն շրջանում 1780-ական թվականներին։ Այս կանտատն առաջին անգամ կատարվել է 1785 թվականին, դրանից առաջ Մոցարտը գրել էր Իդեմենեոն օպերան, իսկ դրանից հետո Դոն Ջովանին, այսինքն Դոն Ժուանը, որը օպերային արվեստում ամենահայտնի հոգեբանական դրամաներից մեկն է։ Ես պատահական չէ, որ նշեցի այդ օպերաները, որովհետև ապաշխարող Դավիթը կանտատի այդ երաժշտությունը սերտորեն կապված է բնականաբար կոմպոզիտորի օպերային արվեստի հետ։ Եթե փորձենք մի փոքր պարզեցնենք, ապա կանտատի 10 համարներից խմբերքային հատվածները ավելի, այսպես ասած, օբյեկտիվ են, ավելի մոտ են դասական հոգևոր ժանրին, իսկ մեներքիչների արիաները ավելի շատ օպերային են, վիրտուոզ փայլով, օպերային հատուկ ինտիմ քնարականությամբ։ Ինչպես ասացի, ստեղծագործությունը առաջին անգամ կատարվել է 1785 թվականին Վիեննայի Բուրգ թատրոնում։
քաղաքային թատրոնում։ Այսինքն ոչ եկեղեցում։ Ըստ ամենայնի այդ ստեղծագործությունը թեև պատկանում է հոգևոր երաժշտության ժանրին, հենց ի սկզբանե նախատեսված չէր եկեղեցում կատարման համար։ Բուրգ թատրոնում կազմակերպված համերգի նպատակը բարեգործական էր՝ օգնել թոշակի անցած երաժիշտներին, ինչպես նաև մահացած երաժիշտների այրիներին։ Այս կանտատում Մոցարտն օգտագործել էր դրվագներ դրանից 2 տարի առաջ հնչած Զալցբուրգում հնչած Դոմինոր Մեսայից, նույնպես շատ հայտնի ստեղծագործություն է։ Այդ ժամանակ կոմպոզիտորը դեռ ձևական առումով շարունակում էր ծառայել Զալցբուրգի arczepiskopos-ի մոտ եւ մեսան կատարվել էր պատարագի ժամանակ այդ ստեղծագործությունը։ Տեքստը կանոնիկ էր լատիներեն, իսկ ապաշխարող Դավիթը կանտատի տեքստը արդեն ինչպես կարող եք հենց վերնագրից դատել, Դավիդը պենիտենտը իտալերեն է։ Ին վրա առավել մեծ տպավորություն է թողնում ստեղծագործության առաջին համարը, որտեղ զուգորդվում է խմբերքը եւ սոպրանոյի սոլոն։ Այդ երաժշտությունը ի դեպ օգտագործվել է Միլոշ Ֆորմանի Ամադեուս ֆիլմում։ Հիշում եք, երբ Կոնստանցան իր ամուսնու ձեռագրերն է տանում ցույց տալու Սալիերին, Սալիերին պարզապես ցնցվում է, որ ինչպես կարելի է նման երաժշտություն գրել միանգամից առանց սևագիրների։ Բանն այն է, որ Մոցարտը այն հանճարներից են, որը միանգամից պատկերացնում էր ամբողջ ստեղծագործությունը եւ նրան մնում էր միայն այդ ստեղծագործությունը գրի առնել։ Մենք ունենք, չէ, երկհան բառը։ Երկը կա, մնում է այն, այսպես ասած, հանել տիեզերքից։ Իդեպ Ամադեյ լատիներենից թարգմանած նշանակում է սիրելի, Աստծո սիրելի, ամառը եւ Դեուս բարերից է։ Եվ այդ առումով հիրավի ցնցող է կանտատի վերջին խմբերքը ֆուգան, ձայների բարդագույն միահյուսվածքներով, որը նույնպես գրվել էր եւ դա է հենց ցնցողը, դա նույնպես գրվել էր առանց սևագրերի։ Դնում եմ կանտատի տեսագրությունը այս վիդեոյի նկարագրության մասում, լսեք, 1 ժամից պակաս է եւ ընդհանրապես լավ մնացեք։